օդարված հնարավոր է որ նաև կդակած նվիրաբերված բնակարաններ այսինքն մեկը ստացել է նվիրում է իր ընտանիքի մեկ այլ անդամին եւ այլն բայց հիմա ես այնուամենայնիվ վստահ եմ որ մեկ ամսից երբ որ այս բազմանդամ ընտանիքների վերաբերյալ որոշումը ընդունվեց կառավարության կողմից որ տնօրենների մեկ այնուամենայնիվ թույլատրվելու է Առաջիկա 1-2 ամսում գրեթե 80%-ով բնակեցված կլինի Մուշեր գտարամասը։ Բարձր։ Եվս մեկ հեռուստատող լսենք, համեցեք հարգել հեռուստատող, դուք եթերում եք։ Ալո։ Լսում ենք ձեզ։ Բարի երեկո։ Բարի ձեզ։ Պարոն Թոմասյան, ես մի հարց եմ ուզում տալ։ Գուցե այդ հարցը տվել է, շոշափվել է դա, բայց ես ուշ եմ միացրել։ Ուրեմն ես ֆոնդի տանն էի բնակվում մեքսենիականից ունեմ մի հայանդ։ Զուտ բագի մեջ եգաշարացելու տունը վտարանը եգաշարացելու դոմիկ տեղադրած բագից մեջ։ Հիմա ստացել եմ մի սենյականից բնակարան։ Մենք 4 անձ ենք, ամուսիններ եւ 2 երեխաներ։ Հիմա այդ 4 մարդակալ մի սենյակի մեջ չի տեղավորվում։ Հնարավոր հնարավոր չէ ժամանակավորապես այդ սենյակը մի սենյակը մնա, ասենք տղաներից տղաս կնային տեղադրի, իսկ մենք նպան անենք ֆոնդի տունը որը վտարային է։ Վերականգնում ենք մինչև դոմիկի մեջ մնանք այնքան ժամանակ մինչև սա վերականգնվի։ Հնարավոր է թե ոչ։ Դուք մուշ 2 թաղամասում բնակարան եք ստացել։ Տեսեք, որքան հասկացա, բազմանդամ ընտանիքների վերաբերյալ որոշման մասին է խոսքը, երբ որ թույլատրվում է սեփականաշնորհել նոր ստացած բնակարանը առանց տնօրեններից մեկը քանդելու։ Մեկ սենյականոց բնակարան ստանալու դեպքում 5 եւ ավելի անձ պետք է լինի, այսինքն տվյալ դեպքում 4 անձեր ընտանիքը եւ տվյալ ընտանիքին չի վերաբերվում։ Այսինքն մեկ անձով պակասում է թիվը ընտանիքի, որ այս կառավարության որոշման թույլատրվեր, եթե նոր բնակարան է ստացել, սեփականաշնորհել առանց տնական հանձնելու։ Պարոն Թոմասյան, մի քանի հարց վիճակագրական ծրագրերի հետ կապված, ուղղակի հետաքրքիր են դրանք։ Ես ինչու եմ նաև ձեզ հարցնում, ոչ միայն որ այս ուսումնասիրություններն եք իրականացնում, նաև հանձնաժողովն եք ներկայացնում դիտորդի գուցե տեսքով, բայց ամենայն դեպս մշտական ուղղակի առնչությունը միշտ հանձնաժողովի հետ կա։ Այսօրվա դրությամբ քանի բնակարանային գործ է արդեն այսպես որպես վերջնական փաթեթ կազմված եւ ուղարկված Երևան։ Երկրորդ փուլի գործերի մասն է իհարկե խոսքը։ 1567 գործ հանձնված է հանձնաժողովի աշխատակազմի աջակցող խմբին։ Այստեղ մենք նկատի չունենք այն 1000 բաշխված բնակարան։ Չէ, 1056 նոր նկատի չունենք։ Եթե մենք նկատի ունենանք 1056-ը կստանանք 2623։ Մոտավորապես 1500 գործ։ Այո, բայց այս գործերից մոտ 601-ը խնդիրներ ունեն, կիսատ են կամ բայց դա չի նշանակում թե այս 1567-ը այնուամենայնիվ բնակարան ստանալու են։ Եթե հանձնաժողովը վերցրել է այս փաստաթղթերը, չի նշանակում թե բոլորին բավարարել է։ Այդ գործերը ուղարկված են Երևան։ Երևան ուղարկված են 1300-ի չափ գործեր։ Երևանից կա որոշակի այսօր ինֆորմացիա այդ 1300 ինչ-որ մասը ստուգվել է, 1, 2, 10, 100 ես չգիտեմ կան արդեն անօթևաններ, ընտանիքներ, որոնց վերաբերյալ կամ հիմա կամ մոտորապես գուցե արդեն որոշում են ընդունվել։ Որոշում չի կարող ընդունվել, որովհետև քաղաքաշինության նախարարության իրավաբանական բաժինը եւս մեկ անգամ այս գործերը բոլորը ստուգելու է, համապատասխան առաջարկություններ է անելու, դիտողություններ է անելու։ Այս բոլոր գործերը գալու է հանձնաժողով։ Այս հանձնաժողովն է ինքը քվեարկության որոշելու, թե որ գործերը ընթացք տա, որ գործերն են նորմալ վիճակում, ում իրականում որ ընտանիքին բնական կարելի է հատկացնել, թե ոչ, դրանից հետո եթե հանձնաժողովի որոշումը կա, դրանից հետո նոր քաղաքաշինության նախարարությունը իրավունք ունի հրամանագրել, այսինքն երբ որ հանձնաժողովը որոշի, չի մերժի այդ գործերը, գնան հրամանի տեսքով նախարարի ձեռքի տակ, նախարարը կհրամանագրե, նոր այդ ընտանիքները բնակարաններ կստանան։ Դրա համար սա ընդամենը հավաքված գործերի քանակն է։ Կան ընտանիքներ, ովքեր դեռ ցանցագիր չեն ստացել, այսինքն չեն ստացել նրա համար, որ չեն ուղարկվել, այլ պարզապես չեն ստացել։ Ես վերջի, որովհետև ընդամենը հաղորդումից մի կես ժամ առաջ նորից բնակարանների պաշտպան հանձնաժողովին աջակցող խմբում էի, իրենք ասին, նաև ներկայացել են մեզ տեղեկանք, որ բոլոր
4270 ընտանիքները ծանոթացվել են։ Այսինքն, եթե հնարավոր է հասցնելով գնացել են, բայց իրենք կարծում դա շատ հստակtiv է, հնարավոր է ծանոթացում նկատի ունեն, եթե հարևանին ասում են։ Այո, հնարավոր է, որովհետև եթե տվյալ ընտանիքը նայակասի թե նա տվյալ ընտանիքը եթե Հայաստանում չէ, Գյումրիում չի ապրում, պարզապես ինչ որ կերպ տեղակ են գուցե պահել, թե զանգի միջոցով։ Իրենք ասում են, որ ծանոթացվել է, դա նշանակում է, որ բոլորը կարող են փաստաթղթեր բերել հանձնաժողով։ Քան ընտանիք ընդհանրապես գործեր մինչև հիմա որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, չի հետաքրքրվել։ Դե մոտ ստացվում է 1500-1600 ընտանիք դեռևս որևէ փաստաթուղթ չի ներկայացրել հանձնաժողով։ Բայց սրա մեջ նաև չգիտեմ ինձ հավաստիացրին, որ այս վերջի շրջանում, այս մի քանի օրը նկատվում է կարծես թե ակտիվություն ի հաշիվ այլ երկրներից ժամանած մարդկանց, այսինքն ասում են, որ նույնիսկ դեմքերից երևում է, որ նոր, այսպես ասած, օդանավակայանից անմիջապես եկել են հանձնաժողով, բերել են իրենց փաստաթղթեր, այսինքն մարդիկ իրենց հարազատները ինչ-որ ձևով տեղակ են պահել, որ եկեք ձեր փաստաթղթերը հանձնեք։ Պարզ է, պարոն Թումասյան, մեր ժամանակը սպառվեց 1 րոպեի սահմաններում։ Ես կուզենայի նաև օրինակ Մինասի հումանիտարների մասին խոսել, պարզապես ժամանակը չի թույլատրի, մենք այլ պահ կգտնենք դրա հետ կապված։ Վերջին հարցը ուղղակի որպես կարծիք ուղղում եմ ձեզ, որովհետև հաճախակի եք շփվում բնակարանային գործերի հետ, ինչ եք կարծում Գյումրիում այս շինարարությունից հետո նոր բնակարանների կառուցման անհրաժեշտությունը կլինի, բոլոր այս պրոցեսները, այս խնդիրները, դժվարությունները եւ առհասարակ այս գործի տրամաբանությունների նկատի ունենալով։ Գիտեք, դա նաև կախված է մեր քաղաքացիներից, որովհետև կան շատ խնդիրներ հենց ընտանիքների ներսում, անհամաձայնություն կա, ընտանիքների ներսում կան վեճեր եւ իրենք չեն կարողանում այդ փաստաթղթերի փաթեթը ձևավորել եւ հանձնել հանձնաժողովին, որովհետեւ բնակարան ստանան։ Եթե իրենք շարունակեցին այդ ընտանիքները, պարզապես կոչ եմ անելու, որ այդ ընտանիքներում այնուամենայնիվ կան համաձայնության, այդ փաստաթղթերի փաթեթը պատրաստեն, տան հանձնաժողով, հանձնաժողովը պետության կողմից բնակարանը ստանան, հետո նոր գնան վիճաբանեն, թե ում է պատկանելու ապագայում այդ բնակարանը։ Հակառակ դեպքում, եթե փաստաթղթերը չհանձնի, պետությունը պետք է ասի, որ ուր են ձեր անոթ տվարները եւ դադարեցնեն բնակարանների կառուցումը աղետիկորում։ Շնորհակալություն, պարոն Թումասյան, այսքանը ժամանակ սպառվեց, շնորհակալություն նաև հեռուստատողին, ովքեր հետևեցին այս ստացվեցին։